558 հավակնորդներից Ավրորա մրցանակաբաշխության այս տարվա թեկնածուներն են։ Ֆարթուն Ադան եւ Իլվարդ Ալման մայր ու աղջիկ են Սոմալիում, օգնում են մանկահասակ զինվորականներին վերականգնվել։ Ջամիլա Աֆղանի Աֆղանստանում կանանց ու աղջիկների իրավունքներն են պաշտպանում, օգնում ստանալ կրթություն։ Մուհամմադ Դարվիշ 26-ամյա բժիշկը 40,000 բնակչություն ունեցող սիրիական Մադայա քաղաքի 3 բժիշկներից մեկն է։ Դենիս Մուկվեգե իրավական եւ բժշկական օգնություն է ցուցաբերել պատերազմի ժամանակ բռնաբարված 50,000 կանանց։ Թոմ Քաթինա վիրաբույժ Սուդանում ամեն օր ընդունում է 400 հիվանդ, տարեկան վիրահատում է 1000-ին։ 5 թեկնածուներին մեծ ցանկից ընտրել է Ավրորայի միջազգային ընտրող հանձնաժողովը։ Նրանք բոլորը մեր ժամանակակիցներն են, ապրում են, որպեսզի օգնեն ապրել ուրիշներին։ Այդ շարժումին սկզբնական նպատակն է մարդասիրական ձևով ներկայացնել այն մարդիկ, որ այսօր իրենց կյանքը մահի առջև են տնում, որ ուրիշներուն օգնեն, ինչպես 100 տարի առաջ ուրիշները արեցին մեր նախորդներին։ Բարձրապես սա։ Շնորհակալություն, որն ասվում է 100 տարի անց նրանց փոխարեն, ովքեր փրկվել են։ Ավրորա մրցանակի 2 համահիմնադիրները 1 տարի առաջ, երբ սկսեցին ծրագիրն ու այսօր նույն նպատակն ունեն մրցանակը վերածել համաշխարհային մարդասիրական շարժման։ Որ փրկել է ինքը հնարավորություն օգնի, բայց մենք ապեն ենք եւ ով փրկվել է, ասում ենք փրկվողը ինչ որ ձևով պիտի մասնակցի օգնի այն հերոսներին, այն մարդկանց, որ փրկում են ուրիշներին, որ ինքը նորից մարդկանց փրկի։ Եվ դա մեջ կա ինչ կարևոր ոնց որ միացած շրջանակ, որը կապում է իրար, այդ մենակ մենք չենք որ փրկվել ենք։ Երբ սկսեցին մրցանակաբաշխությանը մասնակցելու 117 հայտ եկավ, այս տարի թեկնածուների միայն 20%-ն է կրկնվել, մնացածը նոր անուններ են։ Ու նրանք բոլորը մեր օրերի մարդասերներն են։ Այս հնգյակից միայն մեկը մայիսի 28-ին կդառնա Ավրորայի դափնեկիր։ $1 միլիոն մրցանակը դափնեկիրը կօգտագործի հենց այն գործի համար, որն իրեն դարձրել է մարդասիրական Ավրորա մրցանակի դափնեկիր։ Այս 1 տարվա ընթացքում Ավրորա մրցանակի եւ մեկի ջանքերով 4 երկրներում ծրագրեր են իրականացվել, լուծվել են հումանիստական տարբեր պրոյեկտներ երեխաների եւ երիտասարդների օգնության հետ կապված, սննդի, կրթության խնդիրների լուծման հետ կապված պրոյեկտներ։ 1 տարի առաջ ապրիլի 24-ին Ավրորայի եզրափակիչ մրցանակաբաշխությունն էր։ Այս տարի ապրիլի 24-ին Ավրորան դեռ միայն ներկայացնում է թեկնածուներին։ Ցեղասպանությունից մինչև վերածնունդ Ավրորան այս տարի կտևի 5 շաբաթ, մինչև մայիսի 28-ը, Հանրապետության օրը։ Սա խորհրդանշում է մեր ժողովրդի անցած ուղին, մահից դեպի կյանք, մտից դեպի լույս, ցեղասպանությունից դեպի անկախություն, մահից դեպի վերաբերում եւ վերականգնում։ Ավրորա մարդասիրական նախաձեռնությունն աշխարհում դեռ միակն է։ Մրցանակի հիմնադիրները ցեղասպանությունը վերապրածների սերունդը ուզում է այսպես իր երախտագիտությունը հայտնել ու այս մրցանակաբաշխությունը դարձնել մարդասիրության համաշխարհային խորհրդանիշ։ Մանուիրության, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։